Իսպանիայից հրեաների վդարման պատճառը Իսպանիայում գոյություն ունեցող կաթոլիցիզմի, այսպես ասած, իրենց այդ գլուխ չհաներն էր, այդ ժամանակ Պորտուգալիան Իսպանիային էր պատկանում։ Ամբողջ այդ իբերական թերագղզում յուրաքանչյուր արևդրատնտեսական իրադրություն, ուրեմն բանկային համագարկ, դրամի շրջանառություն, երկրի, այսպես ասած, հարստության աղբյուրները լրիվ պատկանում էր, այսպես ասած, ծագումով հրեաներին, որոնք այդտեղ էին հայտնվել հենց երևի մեր թվարկությունից առաջվա ժամանակահատվածից, նույնիսկ հյուսիսային Աֆրիկայից կալով միջարգրական անցնելով։ Ամենագարձրատիպ բանը կաթողիկե, այսպես ասած, տավանանքի կոնե գիրառական հատվածը դա Իսպանիայում եղել պատմության մեջ, ֆանատիկ քրիստոնեական գեցվածք եւ Տակոին որոշեց, որ այդ ժամանակաշրջանում նրանց բռնի քրիստոնեացնի։ Այդ տևեց մոտավորապես 60 տարիներ եւ 60 տարիների ընթացքում Իսպանիա եւ Պորտուգալիայում, այժմյա Իսպանիա եւ Պորտուգալիայի, ուրեմն վարչական տարածքում ապրող հրեաների ըստվար մասը գրեթե գեսը կարելի ասել ազգաբնակչության բռնի քրիստոնեացվեցին։ Բռնի քրիստոնեացման զուգահեռ իրենք փաղուսի թիմեցին նաև Ֆրանսա, այդ ժամանակ Հոլանդիա, ֆլաման երկիրը, այժմյա Բելգիա, նաև Մեծն Բրիտանիայի գղզի, Իռլանդիա, շատ քիչ թվով մարդիկ հարավային Գերմանիա, Իտալիա եւ այլն։ Ուրեմն գնացին եւ արդակախտի նման բան եղավ, այսինքն փախուստ, մի հատվածալ իջավ թեպի Մաղրեբ, այսինքն այժմյա Մարոկկո, Ալժիրիա, Թունիս։ Պետք է ասել այստեղ, որ հրեաները երկփեղկված ժողովուրդ են, գա Սաֆարատ եւ Աշկենազ հատվածները։ Ուրեմն աշկենազիները դրանք սլավոնական կամ գերմանիկ հատվածում ապրող հրեաներն են, Պրուսիայի կայսրություն, այժմյա արևելյան Եվրոպայի հատված, Ռուսաստան, Ուկրաինա եւ այլն, սա աշկենազիների գտնված հատվածն է Լեհաստանով։ Իսկ մնացած հատվածը, հատկապես Իսպանիա, Պորտուգալիա, Հյուսիսային Աֆրիկա, միջին արևելյան երկիրներ, մերձավոր արևելքը եւ նաեւ Իտալիան, ուրեմն այստեղ սաֆարատներն են իրենք։ Իսպանիայի հրեաները ամբողջովին սաֆարատ էին, ոչ մի աշկենազի չկա այդտեղ։ Ուրեմն այս սաֆարատների փախուստը նաև հարստության դուրսբերման պատմությունն է։ Եվրոպան կատակլիզմ է ապրել այդ ինկվիզիցիոն կոչված ժամանակահատվածում եւ նրան հետևող տարեշրջանում։ Եվրոպայում այժմյա պետությունների գրեթե, այսպես ասած, այժմյա փառքերով ապրելու ժամանակահատվածի չրբաժանը հենց այդ տարիներն են, էլի։ Այսինքն 15-րդ տարի ավարտ 16-րդ տարի գեսերին արդեն յուրաքանչյուրը շատ լավ գիտեր փողը ում ցերկն է, ով ինչ անում այդ փողով, ու սկսան այդ կարևոր գայսրությունները բարդադիրոջ կարգավիճակում հայտնել։ Դուք պատկերացնում եք միաբեդություններ, գայսրություն, որը մարդիկ ինչ կմտածեն, թակավոր թակուի, չէ, որ անձայրազիր հնարավորությունների դեր են, յուրաքանչյուրը նրանց հպատակվում է, այսինքն ունեն միլիոններով հպատակ, ինչ կա չկա թակավորինն է, նա միաբեդ է, միանձնյա իշխան, որի խոսքը ամենտեղ, այսպես ասած, հրամանի գարկավիճակ ունի, բայց այդ թակավորը բարդ կունի, անհասկանալի բան է, թակավորը ինչպես բարդ կունեն։ Ուրեմն եթե Եվրոպայում դարբեր գայսրությունների պատմության այդ իմ ասած 14-րդ տարի ավարտ 15-16-րդ տարիներ ուսումնասիրել ունենք, կհասկանաք, թե նրանք ինչպես են բարդադեր դարձել հենց այդ երկրներում կորձող, վաշխառությամբ սպառվող հատվածին, որոնք դոգոսով փող էին տալիս եւ քեզ բարդքի տակ էին գցում։ Այսինքն այժմ աշխարհակալ այդ մութ ուժերը ինչպես են աշխարհը ծնգի բերել դարբեր ազգություններին, պետություններին, բադանտի գարկավիճակով են բացել, օրինակ IMF կոչված բանի հիմնադրումը հենց այդ ժամանակներն են եղել։ Ես քեզ դալիս եմ, դու դրա բան չունես, էլի եմ դալիս, ինչքան շատ եմ դալիս, այդքան դու գախյալ վիճակում ես գտնում ինձանից։ Եվ ես սկսում եմ արդեն ազդեցության ինչ որ հնարավորություն ձեռք բերել։ Ես քո վրա ազդում եմ։
ես կարողանում եմ քեզ ուղղորդել իմ նպատակները իրագործելու ճանապարհին, դու, քանի որ ամեն ինչ քո ձեռքում է, դու դառնում ես, այսպես ասված, իմ շահագործածս, հա, իմ շահը ինչպես որ թելադրում է, դու դա ես անում։ 1492-ին, երբ որ այդտեղից վտարվեց հрьяաները, նրանք ովքեր քրիստոնեությունը չէին ընդունում, հա, եւ շարունակում էին հուդայական, այսպես ասած, իրենց տաղանանքը, որևէ մի պետություն չընդունեց իրենց։ Չի գար աշխարհում որևէ տեղ, որտեղ ասեր լավ, մարդուն դուրս է ստնում, հասկացավ այդ մարդու դուրս չի մնալու, թող կա իմ մոտ։ Դա ասեց Օսմանյան գայսրությունը։ Այդ ժամանակ Սուլեյման Պարահեղ կոչվող կանոնի սուլտան Սուլեյման, որ մինչև Վիանա ասած, այսպես ասած Օսմանյան գայսրության կակատնագետ է, հանդիսացող մոտ 40 տարի, հա, միաբեդ հանդիսացող սուլտանը, ինքը հրավիրեց հենց Իսպանիայից, Պորտուգալիայից վտարված հрьяաներին Օսմանյան գայսրության տարածք տեղափոխումը եւ նավերով իրենք ելան եւ եկան հաստատվեցին ուրեմն Օսմանյան գայսրության դիրապետության տակ գտնված շրջաններ։ Քանի որ հрьяաները, հա, ուրեմն քաղաքապնակ ժողովուրդ էին, ոչ գյուղապնակ, եւ այդ յուրաքանչյուր եվրոպական հատկապես մայրաքաղաքային կամ ծովափնյա քաղաքներում երկար ժամանակաշրջան հաստատուն կյանք վարող, կենցաղ վարող հատվածը, ուրեմն նախընտրեցին նաև հենց սուլտանին իրենք են խնդրել, որ իրենց ծովափնյա քաղաքներ տեղավորեն եւ իրենց հատկապես Զմիրնիա, որը հունական ամենահայտնի քաղաքներից էր այդ ժամանակահատվածում, Կոնստանդնոպոլիս, այդ թվականներին Օսմանյան գայսրության, ուրեմն Սալոնիկ ամենակարևոր քաղաքներից մեկն է, որ հետո դառնալու է արդեն գրեթե ամեն ինչին գորիզը, եւ Բալկանյան դարբեր քաղաքներում, այժմյա Ալբանիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Սերձովյան եւ Էգեյան հատվածի եւ միջերգրականի հատվածում գոյությունեցող այդ ծովափնյա քաղաքներում լուրջ, այսպես ասած, դեղափոխում եղավ Իսպանիայի եւ Պորտուգալիայից եղած սաֆարատ հрьяաների կողմից։ Օսմանյան գայսրության բարձր տուր էր գոչվում Օսմանյան գայսրությունը, բարձր տրան, ուրեմն ընթացած ուղին դեղից շարժեց, դեղաշարժի ենթարկեց, նա հենց Պորտուգալիա ծնված մեծացած, Պորտուգալիայում գրեթե ամբողջ հարստության, միանձնյա գրեթե դերը հանդիսացող Նասի, ուրեմն ընտանիքի զավակ էր ինքը, բռնի քրիստոնեացման շրջանում իր վաղ մանկությունը անցկացրած եւ իր ընտանիքի եւս բռնի քրիստոնեացված հрья, ուրեմն այս դիգինը, իր իսկական անունը Մարքեզ Դոնա Նասի, Պորտուգալիայից, որի ամուսինը հսկայական ունեցվածքի դեր մարդեր, այնց այդ վտարման ժամանակահատվածում կարողանում են այդ ունեցվածքի ահռելի մեծ մասը դեղափոխել Անտվերպեն քաղաք, Անվերս, որտեղ հрьяաները շատ լուրջ ներկայություն ունեին, այժմ եւս Անվերսը կարելի է հрьяական քաղաք կոչել, Բելգիայի հենց այսպես ասած Ատլանտիկ օվկիանոսյան ափին գտնվող Անվերս քաղաքը, Անտվերպեն ֆլաման լեզվով, այդտեղ դեղափոխվեցին եւ այդտեղի 4 բանկերում իրենց ունեցվածքը դեղավորեցին։ Այդտեղ եւս իրենք չկարողացան մնալ եւ մի քանի տարիներ հետո այդտեղից ուրեմն դեղափոխվեցին Գերմանիայի հարավային հատվածը Շտուտգարտի շուրջ, այդտեղի 3 բանկերում ուրեմն դոգոսով ներդրեցին իրենց ունեցվածքի մի ահռելի մասը եւս, որտեղից եւ դեղափոխվեցին իջան Վենեդիկ, Իտալիա, հենց այդ ժամանակահատվածում Վենեդիկում արդեն գոյություն ունեցող հрьяական, այսպես ասած, համայնքի անմիջական աջակցությամբ իրենք կարողացան ոչ միայն բանկերում, այլ միայն, այսպես ասած, այժմ երևի դրան ասում են լոմբարդ, կրավադան համագարկը ստեղծած հрьяաների միջոցով կրավադուները դնել ունեցվածքը, նաև ոչ միայն նյութական փողներ, այլ թանկարժեք քարեր, ոսկի, արձած եւ այլն կամ անտիկվար բաներ, որ թագավորական բալատներն էին ընդհանուր հաջախորդ այդ ամբողջի ցերկբերման, եւ այլն, եւ նրանք Վենեդիկում, երբ որ արդեն Բաբը եւ այդ ժամանակվա թագավորական հատվածը չէր ցանկանում, որ հрьяաները նման ներկայություն ունենան, այս ամբողջը իրենց ոդիսականը Նասի ընտանիքի Պորտուգալիա, Բելգիա, Գերմանիա, Վենեդիկ,
ուրեմն իր այդ եղած ամբողջ հարստությունը, որ այժմյա վիճակով անպատկերացնելի է, դու մեդիցիս գայսրությունը, որ աշխարհում կա, հենց նասիների ընտանիքի գայսրությունն է, որ կենտրոնը Նյու Յորքում է այժմ գտնվում, եւ երևի Նյու Յորքը իրենց է պատկանում, էլի, իբրև քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այսինքն այդ Ռոթշիլդներ, Ռոքեֆելներներ եւ այլն թեր գոյություն չունեցող մարդիկ սրանց կողք երևի թռնաբան չէին աշխատի, այդ բանի իմաստով եմ ասում, ունեցվածքի ահռելիություն այդ բանը հասկանալու համար, էլի, որ երևի այդ ժամանակ իմ ասած տարեթվերին աշխարհում չի գար որևէ մի ընտանիքի մասին ենք խոսում, նասի ընտանիք, հա, որ այդքան ունեցվածքի դեր լիներ, իրենք մի քանի գայսրության չունեցած ուրեմն նյութականն էին իրենց ձեռքում բաղում։ Եվ Սուլտան Սուլեյմանը Փարահեղ շատ լավ գիտեր դա։ Իրենք նման իրավիճակի մեջ են, քանի որ ինքը աշխարհական էր եւ Մարոկկոից Վիենա մինչեւ Խորասան սահմանները հաստրած գայսր, այսպես ասած թուրքական շահ, падիշահ վիճակում Սուլեյմանը միակն է ամբողջ Օսմանյան գայսրության ժամանակ, ում թարաշրջանում վերել կյաբրել Օսմանյան գայսրությունը եւ քարաբատկել է իր հողային տարածքը, որտեղ այսպես ասած Օսմանյան բանակներ։ Հենց այդ ժամանակաշրջանում գալիս է մի ընտանիք եւ Նասին ինքը, Դոնա Մարկես Նասին, խնդրում է, որ ինքը հենց Բոլիսում Տակավորի պալատի ամիջապես կողքը իրեն դեղ հատկացնեն եւ ինքը այդտեղ ապրի եւ սկանչելի այդտեղ մի մեծ ապարանք է գառուցում, շշմելու շքեղ Փարահեղ մի գառույց, որ այս ժամանակահատվածը կա եւ դեղավորում այդտեղ։ Ուրեմն Օրհան Պամուկ Նոբելյան մրցանակակիր Ձակումով վրայ Սալոնիկից երկկողմանի հոր եւ նոր կողմից ճանաչում է իբրև թուրք քրող, բայց իր ամբողջ ընտանիքում քետ մի հատ թուրք չի գա, չի եղել երբեք։ Օրհան Պամուկի մասին եմ ասում։ Օրհան Պամուկի բոլոր վեբերը Նաս ընտանիքի պատմությունն է։ Լրիվ այդ որ Նոբելյան մրցանակ է ստացել, հենց այս Նասի ընտանիքի Դոնա Մարկես Նասի ենսակրությունն է։ Ծայրից ծեր, բայց մի դեղ չի ասում Նասի անունը, ոչ մի ժամանակ չի ասվում։ Երբ Նասիները գալիս են բալատ եւ թակուհու անմիջապես շրջավադելով իրենց ամեն ինչով, դե իրենց այդ բերում են իրենց կենցաղը։ Ինչ գիտեն դա են բերում։ Մի մարդ մի դեղից մի դեղ որ գնա, հա, իր այդ օր ինչ պիտի դանա այդտեղ իր գիտելիքը, իր իմացածը, իր առօրյայումը սպասվածը եւ այլն։ Ինչ էր անում Նասի ընտանիքը մինչև Օսմանյան գայսրություն, մինչև Օսմանյան բալատ կալը, հենց դա էլ արեցին, իրենք ունեցված ունեին ու չգար, այսպես ասած այդտեղ դոգոսով, փողդալ, դոգոսով ինչ որ գործերի մեջ մտնել, հենց իրենք այդ գործը սկսան առաջինը։ Եվ ամբողջ այդ բալադը, բարձր դուրը երևի թե մի տարվա ընթացքում իրեն ցերկներ, բոլոր գրան վիզիրները, մեծ վեզիրները, այսին այժմյա կառավարություն, վարչապետ, հա, այս ժամանակակից լեզվով խոսենք, որ բալադային այդ քաղաքական իշխանությունը ընկալվի։ Անուն հաշուշ միավետություն, սուլտան, բայց դրա ամբողջ հիերարխիան ընդամենը մի տարի կեսվա ընթացքում Նասի ընտանիքի ցերկն անցնում, ծայրից ծայր, աշխարհակալ Օսմանյան գայսրության ամենափարահեղ ժամանակաշրջանը, պատկերացնում եք այսպես։ Ուրեմն նա Վենեդիկում, նախքան Վենեդիկից Դոնա Մարկես Նասիի մասին է խոսքը, դեղափոխվել է Կոնստանդնոպոլիս, այդտեղ էր նաև իր հենց զարմիկը հանդիսացող Յոսիֆ իսկական անունը, Յասեֆ Նասի է պատմությանը հայտնի, իր զարմիկին եւ նրան Վենեդիկից բերել է դալիս սուլտանի հետ խոսալուց հետո։ Իր թուստրի է ամուսնացնում, հա, որովհետեւ Յուսուֆ Նասին ուներ շատ մեծ գաբեր ամբողջ եվրոպական պետություններում, շատ հանրաճանաչ արևդրով եւ տրամադան կապիտալների վերապաշտման եւ դրանց զարգացման, գրկնաբատական գործերով դոգոսային հարաբերությամբ աշխատում էր դարբեր գայսրության դիրակալների հետ, անմիջապես այդ ժամանակաշրջանում Պրուսիայի գայսրությունը, Ֆրանկների գայսրությունում ինքը հենց այդ իշխանների, ասպետների տասագարկը որ գոյություն ունի, նրանց ունեցվածքը քարաբատկելը, հնկաբատկելը եւ այլն հենց Նասին։ Ու այդքան մեծ վստահություն էին ներշնչում, իրենց այդ ունեցածը ավելանում էր, ով չի ուզի այդ բանը, որ դու ունես 1 միավոր, դառնում է 3 միավոր, 4 միավոր։ Ինչքան միավորները ավելանում է, այդքան քու, այսպես ասած, հնարավորությունների սահմաններն է, այսպես ասած, ավելանում։ Այդքան այդ գենցաղը, թիրքը, փառքը, հա, դրա հետ միասին գալիս են։
Եթե Եվրոպայի բալադների պատմությունը, ուսումնասիրելու եք, ամենից Ավստրիա-հունգարական ուրեմն գայսրությունը, Պրուսիայի գայսրությունը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, հետո նաև Իսպանիան, դուք կտեսնեք այդտեղ յուրաքանչյուր խաչմերուկ, որտեղ ինչ-որ բան կա, հրյաներ, աշխարհական գործունեություն, Թրամփ, զարգացում եւ այլն։ Ամենտեղ առանց սրա չի գա Եվրոպայում պատմություն, չի գա, բարձրապես չի գա։ Հիմա այս պատմությունը տեղափոխվեց Օսմանյան գայսրության։ Օսմանյան գայսրության մեջ առաջին անգամ դոգոս հասկացողությունը, դոգոս, որ ես քեզ դալիս եմ դու երբ դեռ դարձնես իմ դվածս, բայց դոգոսով, նասիներով մտավ, հասկանում եք։ Սա հետո նաև արդեն 18-րդ տարի վերջ, 19-րդ տարի կրետ ամբողջությամբ ինչպես բանկային համագարկը իրենց ցերկը վերցրեցին դրան էր բերելու Օսմանյան բալատ իրենց ներթափանցման ժամանակ առաջին իսկ բադնեշը որ իրենց առաջ կանգնեց իրենք տեսան այդտեղ հայերին ուրեմն բալադում ամենուրեք հայեր էին եւ հույները բալադում թուրք դարը դար էթնիկ թուրք դարի մասին է նույնիսկ թագավորի սուլտանի դեսքով չի գար որտեղ Օսմանյան գայսրության ամբողջ պատմությունը որ ստեղծվել է 1299 թվականին Օսմանյան գայսրությունը եւ ավարտվել է 1923 թվականին 630 տարվա պատմության մեջ չի գա մեկ սուլտան, մեկ, որը թուրք մորից ծնված լինի, չկա դες յուրաքանչյուր սուլտանի մայրը ոչ թուրք էթնիկ դարին պատկանող բան է, որտեղ կան հայեր, սուլտան Աբդուլհամիդի մայրը Բերժինեն, որտեղ կան սերբեր շատ, որտեղ կան ռումինացի, ուկրաինացի, լե, անգլուհու, ավստրիացի, ֆրանսացի, չերքես, բավականին շատ, ռուս, մեկ հատ, արաբ, այսպես, սա Օսմանյան գայսրությունն է։ Յուրաքանչյուր սուլտան, որ հետո սուլտան էր դառնալու, կամ եղբայրասպանությունը որ գնում էր, մեկում մայրը հույն էր, մյուսը մայրը սերբ էր, մյուսը մայրը չգիտեմ ինչ էր, այդ երեխաների մեջ ուրեմն այդ գահին, գահագալի պրև տեքնաձու եղբայրասպանության գրիվների պատմությունը, նաև ամբողջ Օսմանյան գայսրության պատմությունը, գրիվ էր գնում, որ ուրեմն կահ բարձրանա եւ դառնա սուլտան, այսպես ասած, ամենայն Օսմանյան գայսրության համար մեկ պաշտոնյան։ Ուրեմն յուրաքանչյուրը մայրը թուրք չէր, յուրաքանչյուր ասում եմ, ցանկացած մի սուլտանի յենսակրություն ուսումնասիրեք, չի գա թուրք մայր։ Ուրեմն դուք պատկերացնում եք, եթե իր մայրը ասենք թուրք չի, բայց ինչպես կարող էր թուրքի յենսաղով ապրել, թուրքական բանով լինել եւ այլն։ Հիմա նասիները, որ արդեն տեղափոխվեցին բոլիս, հասկացան, որ այստեղ մի վայր է, որտեղ ամեն ինչ հույների եւ հայերի ցերկում է։ Թուրքերի ցերկում բան չի գա։ Ասում են անունը գա, անուն չի գա ժողովուրդը, անունով սուլտանը գա, բայց ուրեմն բادرազմի նախարարությունը ամբողջը հույներ եւ հայեր, զենքի արտադրությունը, փողը, բյուջեն, ճարտարապետությունը, ուրեմն փոխադրամիջոցները ինչ ցերմիթին գալիս է, փանագի մատակարարում, վալադի մատակարարում, ուդելիք, խմելիք, յանքը ինչքան ոլորտ ունի 24 ժամը լցված էր հայերով եւ հույներով, դա շատ բնական էր, որովհետեւ այդ տարածքը ամբողջովին այժմ միա Թուրքիայի Հանրապետություն գոչված վարչական տարածքը, մտածեք։ Մեջտեղից կիսեք ցախ կողմը ամբողջությամբ Հունաստան, հույների բնորոշ երկիր, որոնք հույները իրենց մայրեն լեզվով գոչում էին Անատոլիա, Անատոլիան ասում է մեզնից արևելք, այսինքն իրենք Հունաստան, Էգեանձովից արևելյան հատվածը իրենք նկատի ունեն, իրենց ամբողջական երկրի մեջտեղում է ծովը, ցախ եւ աջ կողմերով հունական, Կոնստանդնոպոլիսը իրենց մայրաքաղաք, չէ, հույների պատմություն, ուրեմն Անատոլիան հենց այդ հատվածը, որտեղ սկսում է Զմիրնիա քաղաքից այժմյան, Գալիպոլի, նեղուսների գտնված դեղը եւ մինչեւ մեր, այսպես ասած, Քամիրքի շրջանը հայկական, Կեսարիա, Ամասիա, Սեբաստիա, Մարաշ եւ Գիլիա, տևի ներքև իջնող հատված։ Նրանից աջ Հայաստան, աշխարհ, մեր, այսպես ասած, բնորանը, մեր ազգի։ Ուրեմն Օսմանյան գայսրության գորիզն է հանդիսանում այս հատվածը։ Մնացած հատվածները, այդ որ ասում եմ մինչև Վիենա, Մարոկկո, Վարսկաստան եւ արաբական թերագղզի, Հյուսիսային Աֆրիկա եւ այլն, այս ամբողջը բռնազավթված տարածքներ, որտեղ
թուրք դարը կամ այսպես ասած Օսմանյան գայսրությունը միան pedagogan պաշտոնականի ներկայություն ունի, հա, այս ինչ տեղում ինչ որ մարդ է նշանակել, մարդը գնացել է տեղ ազգաբնակչությունը հարապ, ազգաբնակչությունը բարսիկ, ազգաբնակչությունը չգիտեմ այլ ժողովուրդներից, այդտեղ ինչ որ ղեկավարող pedagogan պաշտոնյայի ներկայացուցիչը հանգամանքով էր ներկայությունը, բայց հայերի եւ հույների բարակայում սա այդպես չէր, հայերը եւ հույները լինելով երկրի փնիկները, դասնյակ հազարներ տարիներ այդտեղ պատմական, պատմամշակութային, քաղաքակրթական անցյալ ունեցող այդ երկրի ամեն ինչը մշակած, ուղնուծուծով երկրի դերն ու դիրական անցածող հայությունը եւ հույնությունը ինքը այդտեղ չէր կարող լինել այսպես ասած այդ սուբորդինացիոն համագարկը նկատի ունենալով հիերարխիկ, հա, այսպես ասած այդ թուրք դարի, որ ոչ մի բան չի ստեղծել իր ամբողջ պատմության մեջ, չգիտի առարել է ինչ է ստեղծել, ինչ է, մի հատ ծառ դնգած չկա, մի հատ ծաղիկ չռած չկա եւ այլն, որևէ բան փերք արդատրած չկա, այսինքն մարդու ամակ կոչված բանը չունի ինքը միակ բան գիտի, իրեն գալիս հավաքում են, քանի երախոն, այսքան երախոն, ոնց որ շուներն են երախոն են, չէ՞, 16-20 հատ մի անգամից այսքանը գնում է բանակ, ինչ որ արշավանքում զոհվում է կամ անտամալույց, եթե վերադառնում դունը մի ուրիշ երախային են դանում եւ այլն, սա է։ Այսինքն այդ կորզարույթը այդքանով էր, ոչ ավել, ոչ պակաս։ Հիմա հрьяաները երբ եկան եւ դեսան սա, ասին օհո, մենք այստեղ խնդիր ունենք։ Մեր դիմաց կանգնած է երկու հզոր քաղաքագործությունների աշխարհի, այսպես ասած, աշխարհագալ կարգավիճակով եղած ազգությունների ներկայացուցիչներ։ Պատկերացնում եք Հայաստան, աշխարհ, իր եղած չեղածով եւ հույներ։ Հիմա դա պորտուգալացի չի, դա իսպանացի չի, դա ֆրանկ չի իր համար։ Խնդիր առաջ է կայնած, ժայր է դիմացինը։ Դեղապնիկ է, դեղացի մարդ, այդ տեղից է ինքը եկվոր չի։ Այդ մարդիկ շատ շուտ հասկացան, ում հետ պիտի կորձ ունենան։ Իրենք հասկացան, որ քանի որ երկիրը վերևից ներքև կարգավիճակով էր համագարկ այդպեսին են ստեղծված, որ այսպես հիերարխիկ դեպի ներքև է իջնում, գլուխը պետք է իրենք վերցնեին, որ այդտեղից ներքև, ինչպես մարդու մարմինը, հա, ուղեղը հրամայում է, մարմինը մնացած մասերը հրաման են կատարում, հրաման կատարեն։ Ուրեմն 1492 թվականից 1915 թվականը ամբողջությամբ նվիրված է հենց հույների եւ հայերի ազդեցության ոլորտը ցերկ գցելու, այսպես ասած, մրցակցության ահեղ պատերազմային ժամանակահատված շշմելու բան։ Եվ 1490-ական թվականներին հայերի ներկայությունը, հա, Օսմանյան գայսրությունում եւ 1915-ը, հա, այս երկու ծայր դեղերը թվականները նկատի ունենալով ասում, մեկը 100-ի տարբերվում է իրարից անընդհատ զիջումների գնացած վիճակով, այսինքն գրաֆիկան աշխատում է դեպի ներքև։ Ուրեմն բանկային համագարկը 18-րդ դարի եւ 19-րդ դարում հայերից եւ հույներից, հա, անցնում է հрьяաների ցերկը ամբողջությամբ։ Դա անելու համար իրենք ուրեմն ներգործում են ամբողջ Եվրոպայում գոյություն ունեցող կապիտալը, եւ նաեւ թե Կովկաս իրենց մուտքը, թեպի նավթահորերը, կամ արաբական թերագլզում ներդրումները, հատկապես նավթ արդյունաբերության ոլորտը նկատի ունեմ, քարյուղ, այսինքն արդեն շահագործելու ժամանակահատվածը, թե դարբեր երկրներում ֆեոդալիզմից թեպի կապիտալիզմ անցնող, հա, գործարանների հիմնում, ինդուստրիա եւ այլն, այդ քաղաքագործության այդ աստիճանին քալիպանում յուրաքանչյուր դեղում այդ մրցակցության եւ մեկը մյուսի ցերքից իր հնարավորությունները վերցնելու, ցերկ բերելու գրիվներին են հանդիպում այդ պայքարի տարաշրջանն է, որ գա։ Հիմա նասիների մասին ասելիք, նասիները շարունակում են իրենց բաները եւ Ռոթշիլդների ստեղծման, այսպես ասած, համար 1 հանգրվանն են իրենք հանդիսանում։ Ամենակարևոր բանը, որ հрьяաների պատմության եւ աշխարհի պատմության համար շատ կարևոր է։ Ուրեմն Յոսիֆ Նասին, այդ զարմիկը Դոնա Մարկեզ Նասիի բալադում Սուլեյմանի առաջին անգամ հрьяաները, որ Եգիպտոսից դուրս էին եկել, այդ տարեթիվից հետո, այսինքն Մովսեսից հետո առաջին հрья մարդն է, որ Իսրայել պետության ստեղծման համար
Պաշտոնավես թիմել է հենց Փարայեղ Սուլտան Սուլեյմանին։ Ասելու համար որ Տիբերիան մեզ դվեք, Տիբերիան հենց այդ հյուսային այժմյա Իսրայել պետության հյուսային հատվածում գտնվող ուրեմն մի քաղաք էր, այդ ժամանակ գիտեք քաղաքները Հունաստանի նման սիտե քաղաքներ, ուրեմն փոքր քաղաքներ գողքի, այդ եղածների մեջ կոնե քյուղաքաղաքի ուրեմն կարգավիճակ ունեցող Տիբերիա եւ նրա համար իրեն հենց Յոսիֆ Նասին պատմության մեջ ուրեմն անվանում են Տիբերիայի իշխանը, որը հենց այդ Դիդղոսը նաեւ ինքը ոչ միայն հենց այդպես է, Դիդղոսը ստացել է հենց սուլտանի ցերկից ինքը Տիբերիայի եւ այդտեղ իրենց վերապնակեցման Տիբերիան գրգին հրեական, հա, այսպես ասած դարածք, ոչ թե պետություն, ոչ թե բան չեր կարող Օսմանյան գայսրության մեջ պետություն լիներ, անձայրազիր ամբողջ այդ բանը Օսմանյան էր գոչվում, հա, բայց ազգաբնակչությամբ, իր մշակույթով բանով հրեական մի բանի ստեղծման առաջին քայլն է եւ դրա համար սիոնիստները, երբ որ սիոնիզմը 1890-ական թվականներում արդեն իբրև գաղափարախոսություն գազագերբչական, այսպես ասած, ընթացք ապրեց եւ համակումարներով, բաներով, այսպես ասած, որոշումների եւ հրամանների կատարմանը հասավ, բոլորը Յոսեֆ Նասին համարում են աշխարհի առաջին սիոնիստը, համար 1 սիոնիստը։ Պատկերացրեք, ես որ ասում եմ 1400 ուրեմն 90-ական թվականների մասին է խոսքը գնում։ Ու Տիբերիայի իշխան, այսպես ասած, pedagan, սուլտանական գոչումով առաջին հրեան է Օսմանյան գայսրության մեջ մեզ պատմությունից հայտնի, այսպես։ Եվ ինքը շատ երկար ժամանակահատված Վենեդիգի հետ Յոսեֆ Նասեն, Վենեդիգի հետ ժամանակ առանցին իշխանություն էր եւ Վենեդիգի իշխանություններից ինքը խնդրել է նաեւ որ հենց այդտեղի ամբողջ միջերգրագանի ծովափնյա շրջանը այժմյա Լիբանան, Իսրայել, դեպի Սինայի թերագղզի, դեպի Եգիպտոս դարվածատվածը, որ իրենք Բաղեստին, այսինքն, հա, պատմական հրեական հող անվանված հատվածը, ուրեմն մարդկանց տեղավորման համար հadouk նավաշինարարության ծրագիր են իրագործել իրենք, որ Եվրոպայի դարբեր շրջաններում հրեաների մնացորդացին նավերով դեղափոխեն այժմյա հենց Իսրայելի դարած, որտեղ ազգաբնակչության, այսինքն դեմոգրաֆիական մեծամասնություն ձեռք բերելու խնդիր լուծեն։ Այս ամբողջը հենց Յոսեֆ Նասիի ժամանակահատվածում։ Եվ այս մարդը իր Պորտուգալիա եւ Իսպանիայից վտարված լինելու վրեժը լուծելու համար Իսպանիայի թակուհուց Հոլանդիային, որ այդ ժամանակ աշխարհակալ դիրություն էր եւ ուներ ամենահզոր նավադորներից մեկը աշխարհում մեկ Հոլանդիային եւ Իսպանիայի բادرազմն է հրահրում ինքը, հենց Յոսեֆ Նասին, ֆինանսավոր, հենց Հոլանդիայում եղած ամբողջ այդ կապիտալով Նասիների եւ մի երկիրը մյուս երկրի հետ բادرազմողի կարգավիճակով թիգունք է հանդիսանում, որը հայտնի է։ Նասիների մոտ կա մի կարևոր հանգամանք եւս եւ դրանով կարելի ավարտել Նասի ընտանիքի պատմությունը, քոնե մեծ հետաքրքրող հատվածը հայության հետ առնչությունը, որ Գիբրոսը 1571 թվականի մասին է խոսքը։ Հենց Նասիների, ուրեմն ծրագրի հիման վրա Օսմանյան գայսրության ցերկն անցնում։ Եվ իրենք ուզում էին Գիբրոսը դարձնել Իսրայել, ճիշտ այդպես։ Այսինքն այդ ամբողջ կղզին դառնար հրեական պետություն։ Եվ Նասին այդտեղ շատ լուրջ թերագադարում ունի, եւ այդ արդիվ եւս կամ բազմաթիվ, այսպես ասած, վավերակիր պատմվածներ, որոնք տարբեր քիրքերում արգայեն կանայով երկու հատ դեսանյութ էլի ֆրանսերեն լեզվով, որ պատմում է Գիբրոսի հենց այդ ժամանակահատվածը եւ այդտեղ է, որ մենք տեսնում ենք առաջին անգամ պատմության մեջ, թե Մեծն Բրիտանիա այժմյա, հա, պետության որ ընդամենը գղզի է, ինչպես են, այսպես ասած, այդ թագավորական դինաստիայում կործել հրեաները, որը գրեթե ժամանակից լեզվով ասած copy-paste-ն է այս Օսմանյան գայսրության պատմությանին։ Այսինքն այդ սաֆարատները Իսպանիա, Պորտուգալիայից վդարմամբ արդակախտած իրենց իբրև փախստական գնացած տեղավորված երկրներում շատ կարճ ժամանակահատվածում վաշխառությամբ այդ երկրի pedagogan, պաշտոնական, քաղաքական, իշխանական համագարքը կարողանում են
ցերկ անցնել։ Հետո այդ աստիճանի պիտի ասեմ, որ Իսրայելը անունով վարչապետի նշանակման պիտի բերի այդ ամբողջը։ Մեծ Բրիտանիայի մասին է խոսքը, որը մեր ցեղասպանության ժամանակահատվածում ամենալուրջ թերագադարումը ունեցած բեդությունն է Անգլիան, երբ պիտի խոսվի հայոց ցավ, հայազգի բնորանից արմադախիլ լինելու պատմություն, հայրենազուրկ լինելու պատմություն, Անգլիան համարում եք դեղ պետք է տրվի, առանց խնդրի, ոչ թե Գերմանիա, ոչ թե Ֆրանսիան, ոչ թե թուրք, ոչ թե քուրդ, ոչ թե չգիտեմ ինչ, այլ Անգլիա։ Անգլիան այդքան շատ է առնչվում մեր, այսպես ասած, այսօր դարապաղ աշխարհի 4 կողմը, այսպես ծրված ժողովրդի պատմության այդ ամենացավոտ ժամանակահատվածի հետ, եւ երբ որ ասում ենք Անգլիան անշուշտ բեդություն իբրև Մեծ Բրիտանիան թագավորական իշխանությունը նկատի ունեմ, բայց որոնց մեջ հատկապես որտեղ ինչ որ դեղում շարժ կա եւ որոշումներ է կայացում, այդտեղ մենք հանդիպում ենք տարբեր ցակումով հրյա ուրեմն անցած։ Սա համագարկված տավատրություն է, ինչ որ բան է այստեղ։ Սա չի կարող այսքան ծերծերքի դված մարտիկ, քուտեմը դա հնարավոր բան չի։ Հրյան հրյա է, դու այս ինքնալ հրյա է։ Ես լավ բաց, ինքը իմ հետ ինչ կապ ունի։ Ինչ առնչություն իմ եւ հրյայի միջեւ։ Ինքը ինչով է շահագրգռված, որ ես վերանամ։ Ես չլինեմ, շատ է դավիթ բան է։ Այդ ինչու իմ մոտ չի այդ միտքը, որ ինքը վերանա, ես պետք է իրեն վերացնեմ։ Իսկ իր մոտ թրված է այդ միտքը, որ ես պետք է վերանամ։ Այս հարցը ցեղասպանության պատմության հիմնակարն է հանդիսանում։ Այսինքն կար նպատակի իրագործման համար ծրագիր իրագործման համար աշխատանք եւ այս ամբողջ շղթայական, մեկը մյուսից անանչադելի շղթաների օղակները, երբ որ մեկ այսպես համրիչի նման հաշվելով գալիս է այդ բարանի ծայրը բռնած շղթայի, գալիս հասնում ես դրան, որ սա իրոք ինչ որ դավատրություն է, որ իրենք որբեսի միանցնյա, այսպես ասած, իշխանություն ձեռք բերել, հենց այդ տարածքներում, որտեղ հայության համար բնորան անցածել, ասին հայոց հայրենիքը, հունաց հայրենիքը, եւ այդ տարածքներում բնաչին չանել այդ երկու աշխարհի ամենահզոր քաղաքագործություններին, ամենահարուստ, այսպես ասած, մարդկությանը փանդված էլի, լուսավորած եւ անընդհատ ստեղծած, արարած երկու ժողովուրդների աշխարհի հնագույն ժողովուրդներից, ուրեմն նրանց վերացումով նրանցից ազատված տարածքը թաշտը վերցնել, այսքան բան։ Սա դրա պատմություն։